Ողջույն, այսպիսով սկսում ենք մեր հերթական ձայնագրությունը արագ մեկնարկի, ինչպես նախորդ ձայնագրության մեջ ես նշեցի, մենք այսօր կանցնենք այս կողմին, աջ կողմի գործիքներին, կփորձենք օգտագործել, այս վերևի երկու հատը կթողնենք, սա ընթացքում կասեմ ինչա, մոտապես գծագիր ենք ստեղծելու սրանով ավտոմատացված գծագրի տարբերակն արտահանման, ստեղա բավականին լուրջ կարգավորումներ պետք է տանք, որպեսզի մեր ուզած տարբերակը ստացվի։ Իսկ սա ձեր պրոյեկտի մեջի նյութերի փոփոխությունը կարող եք այստեղ կատարել, տեսեք կոնկրետ մեզ մոտ օգտագործվել է այս կարգի նյութեր, ունենք ապակի անգույն 4 մմ, DVP, LDSP, սեղաներես, այն ինչ որ մեր պրոյեկտում հիմա ներկա է այդ նյութերը։ Մենք այսպիսով նշելով տվյալ տողի վրա եւ այս կոճակը սեղմելով գնում ենք մեր պահեստ եւ մեր պահեստից իհարկե կարող ենք ընտրել ցանկացած նյութ եւ վերափոխել ներկա նյութը մյուսով։ Այսպիսով շատ բան ստեղ առանձնապես չկա արագ մեկնարկի մեջ ասելու, ինքներդ ոնց որ ասած գլուխ կհանեք, կուսումնասիրեք, կտեսնեք, փորձեք, կհասկանաք, թե սա ոնց է աշխատում։ Հիմա մենք փորձենք մեր այս հավաքված այս կորպուսի վրա տեղադրել այս կրիպյոժները։ Ուրեմն տեսեք, երբ որ դուք կորպուսը հավաքում եք եւ այն բլոկավորված է, տեսեք մեզ մոտ բլոկ է։ Կարա եւ բլոկ չլինի, բայց կոնկրետ ուզում եմ տարբերակ ցույց տամ, այն տարբերակը, որ ինքը բլոկ արված է։ Եվ ինչպես մենք կարող ենք ավտոմատացված կերպով, ինչ որ չափով ավտոմատացված կերպով տեղադրել ամրակները։ Տեսեք, երբ որ դուք նշում եք այս բլոկը, ընդհանուր այս կորպուսը, տեսեք մեզ մոտ ստեղ ակտիվանում է կրիպյոժնա ստիկի, կրիպյոժնա օբշի ստիկի։ Սրանց տարբերությունն էլ երկուսի ընթացքում կասեմ, որը ոնց է աշխատում կամ ինչի համար է սրանք ստեղծվել առանձին այսպիսի տարբերակներ, սցենարներ ամրակները տեղադրելու։ Իսկ այս տարբերակը, այս կեպսեխմեմ դուրս գամ այս ռեժիմից, այս տարբերակը նախատեսված է, երբ որ դուք անհատական եք դնում, կոնկրետ ինչ որ մի դետալներ բլոկից ես բլոկը բացեմ, ինչ որ մի դետալներ կիսաթափանցիկ ռեժիմ դնեմ, որպեսզի ցույց տամ, երկու դետալ եք ընտրում եւ աշխատում եք երկու դետալով տեղադրելով անհատական այս ամրակը։ Տեսեք, անհատականի տեղադրման դեպքում, երբ որ դուք ամրակները տեղադրում եք, իրենք բլոկի մեջ ավտոմատ չեն մտնում, իրենք այստեղ բլոկից դուրս կլինեն։ Ձեզ պետքա որպեսզի իրանց հետո մի կոճակի հպումով գցեք բլոկի մեջ։ Իսկ այս տարբերակը, երբ որ մենք բլոկն ենք նշում, կամ ստեղից եք նշում, կամ ստեղ բլոկի մեջ դետալների մտնելու կոճակը անջատում եք, ինքը բլոկը ավտոմատ իր վրա կլիկ անելով նշվում է։ Այս տարբերակով երբ որ դնում եք այս սրանով, երբ որ այստեղ ակտիվանում կոճակները, սա ավտոմատ կերպով ծրագիրը հասկանում է եւ ամրակները միանգամից տեղադրում է բլոկի մեջ։ Երկու տարբերակներ ընդունելի է, տեսեք որն է ձեզ հարմար, ու սենց ասեմ, հիմնականում հարմար է, երբ որ սա ինչ որ միտեղ մոռացել ենք կամ ինչ որ ուզում ենք փոփոխություն անենք, այդ դեպքում անդրադառնում ենք այս կոճակների։ Երկրորդ կոճակը մեջտեղում գտնվողը սա ընդհանրապես վերափոխում է ինչ որ ամրակ, ինչ որ դետալ տեղադրած մյուսով ինչ որ ֆուրնիտուրա, որը որ կա, կոնկրետ մեզ մոտ պետլյաբլում կա, որը մենք կարող ենք այստեղից վերափոխել մի այլ ծխնի, ենթադրենք այս շարքում են ինչ որ ունենք։ Մյուս կոճակը, երրորդ կոճակը վերջինը կարա ջնջի մեր պրոյեկտի մեջից տվյալ ընտրած ֆուրնիտուրան։ Կոնկրետ այս մեկը կա, մեկն է երևում, եթե շատ կլինի, այսպեսի երկար ցուցակ կլինի։ Դնում եք պտիշկա եւ տալիս եք OK։ Հիմա եկեք տեղադրենք այս ավտոմատ տարբերակը, տեսնենք ինչպես է աշխատում։ Եկեք սա տանք սկրիցնի վիդելենի անջատենք։ Միանգամից մեզ մոտ դուրն էլ անջատվեց ու շատ լավ է, որ դռնակը մեզ մոտ ծածկվեց, կփորձենք, որպեսզի իմաստ չունի, չէ՞, որ դռնակի վրա արդեն ծխնին դրած է, հեչ իմաստ չունի իր վրա ինչ որ մի հավելյալ ֆուրնիտուրա տեղադրելու, ամրակ տեղադրելու, այսպես ասած, ուրեմն անցանք, նշում ենք, գալիս ենք ստեղ ներքևում տեսնում ենք կրիպյոժնա օբշի ստիկի։ Տեսեք, միանգամից ծրագիրը ընկալեց, գտավ այն կպած իրար դետալների, այդ կպած մակերեսները, տեսեք, այս գույնով, միանգամից, տեսեք, մի քիչ հաճելի չի, ինքը շատ թափանցիկ չի, ճիշտ է ունի ինչ-որ թափանցիկություն, ինչպես անենք, որ լավ թափանցիկ լինի ու մեզ հիմնականում չխանգարի այս գույնը, շատ սենց ոչ թափանցիկ վիճակը, միանգամից այս վիճակում գնում ենք настройки, պարամետրին,
մի քանի կարգավորումներ տանք, որպեսզի ավելի հաճելի լինի աշխատանքը։ Установка схем крепежа, այս տողն եք նշում, տեսեք, այստեղ վիզուալիզացիա ստիկը, цвет ակտիվного ստիկը, այ կոնկրետ մեզ մոտ ակտիվ ստիկը սա է։ Այս գույնը կարող ենք թողել, цвет неактивного ստիկը կարող ենք կապույտ դնել, цвет скрепленного ստիկը կարող եք կանաչ դնել, այսպես։ Եվ թափանցիկությունը, տեսեք, այստեղ է, դնում ենք 90։ Применить, տեսեք, okay. Ուրեմն տեսեք, ակտիվ ստիկը, որը որ մենք գույնով առանձնացրեցինք, այսինքն ծրագիրը կոնկրետ կարում է հիմա այս ստիկերի դնի ամրակ։ Ուրեմն բացում եք свойства, եթե ձեզ մոտ բացած չի, բացում եք свойства-ն, ուրեմն տեսեք, свойства-ի մեջ մեզ տալիս է ընթացքային տեղադրումը։ Ուրեմն թե ինչ ամրակ պետք է տեղադրվի, այստեղ է որոշվում, սխեմա է ինքը տեղադրվում, ուրեմն գալիս ենք ստեղ, սեղում ենք այս կոճակը կետերով, ունենք ծրագրի սխեմայի մեջ, այս տեստին ուշադրություն չդարձնեք, ձեզ մոտ չի լինի, սա ես եմ ստեղծել, պրասմոտերը միացնում ենք և տեսնում ենք ինչ ամրակը մեզ առաջարկում, այն ինչ որ կա ծրագրի ուչեբնի բազայի մեջ, սա կարծեմ իմ ստեղծածն է, ձեզ մոտ կլինի այստեղից կսկսի, տեսեք ունենք մեխեր, սա բավականին հին բազա է, նորից եմ կրկնվում, հիմա մեխ ոչ մեկ հիմնականում չեն օգտագործում, եվրո վինտեր, դե բերեք տեղադրենք։ Ուրեմն տեսեք, մեզ մոտ մինչև տեղադրելը, եկեք անջատեմ այս երկու ստիկերը կապերի, որովհետև ուզում եմ տեղադրել մենակ այս պոլկան։ Ուրեմն գծի վրա այսպես պահելով, կլիկ անելով անջատում եք, և չկապտես, նո այս մեկը կարմիր է, եկեք մի քիչ այսպես դիրքը փոխեմ, գալիս եմ այստեղ, սխեմը крепежа, полка держатель симметричный, այսա, okay, տեսեք տեղադրվեց մի անգամից, ուստանավից, հենց սեղում եք ուստանավից, տեսեք, ստեղ տեղադրում է գույնը վերանում է, արդեն անցնում է հաջորդ ստիկին, հաջորդ ստիկը մեզ մոտ սեղանի երեսի հետ է, սա մենք բաց կթողնենք, սա փոխում ենք polka держателը, եվրովինտ, տեսեք տեղադրվեց, մի անգամից նայեք, տեսնում ենք, ինքը մոտիկ է, ուրեմն ընթացքային փոփոխություն անելու համար, ինֆորմացիա սխեմի крепежа, ես հետո այս ձայնագրությունից հետո, եթե մենք որպեսզի բավականին երկար ինքը չստացվի, կանրադառնամ և մի հատ ձայնագրություն կանեմ, թե ինչա վերաբերվում այս սխեմա крепежան ինչ ձևի է, շատ հնարավոր է և արագ մեկնարկի մեջ ես ցույց չտամ, ավելի շուտ սրանից հետո անցնեմ BBC-ի, բայց կարող է լրիվ առանձին մի հատ ձայնագրություն տամ, ինչպես մենք ստեղծենք մերը, ինչպես անենք, որ մեր ուզած ձևով, մեր ուզած ամրակը լինի, դա բավականին էլի երկար ձայնագրություն է, որը սրա մեջ արագի մեջ չեմ գցի, այստեղ մենակ ցույց կտամ, թե ինչպես ենք տեղադրում։ Ուրեմն տեսեք, մինիմալնի օստոպ 16-ը, շատ մոտիկ է, փոխում ենք 32-ի, ցանկացած թիվ կարող եք գրել, կրատպես շագով վերաբերվում է այս կրիպեոժից ամրակից միջև ամրակ, տարածքը բաժանվում է 24-ի, տեսեք 32-24 հիմնականում գալիս է այն հին հաստոցներից, որոնք որ սենց ասեմ շպինդելներ ունեին, իրենց հեռավորությունը 32-ը, միջև հիմա էլ օգտագործվում է, դրամ էլ ընդունված է 32-ը, 16, 32, մի խոսքով, սա կարող եք փոփոխություն անել արդեն ցանկացած թվով, քանի որ ամեն ինչ գնում է արդեն թվայնացմանը և հաստոցները բավականին ավելի ճկուն են աշխատում, կարող եք դնել հանգիստ 40 էլ, ոչ մի խնդիր։ Կրատաշարքը կդնեմ 1 միլիմետր, որ ավելի ազատ լինի այս փոփոխությունը, սա ուստանավից,
Անցավ մեջքին։ Տեսեք, մեջքը միանգամից ինքը ընկալում է եւ ուզում է դնի ամրակ, մենք այստեղ կանցնենք մեխերին, ժամանակավոր մեխ կդնենք, բայց դե գիտենք, որ մեխ չի դրվում։ Սա էլ նշեցինք։ Ստեղ է դրվեց։ Ամեն դեպքում մեխ տեղադրենք, հաշվարկի ժամանակ նաև կարող եք այս մեխի անունը վերացել սկոբայի կամ մի խոսքով կարող եք փոխել։ Հեռավորությունը բավականին շատ է, 150, դնեմ 100։ Այսպես, արդեն նորմալ է։ Ստանալից։ Ստեղ մեզ անհրաժեշտություն չկա, անեցինք։ Հիմա նշենք սա։ Սա, տեսեք մեխ է տեղադրում, որովհետև ընթացքայինը դրածա մեխ, ոչ մի խնդիր, հեսա կփոխենք։ Կամ միանգամից եկեք փոխենք։ Ստեղ տեղադրեցինք, տեսնում ենք, որ տեղադրված է Եվրովինտերը մեկական։ Կարող ենք մինիմալնի օդստոպը, տեսեք 60 է, փոխեմ 24-ի, քանի որ 100 մմ-անոց կապ է, 24-ի, կարող ենք նաև մի քիչ ավելի քիչ 20 էլ անել։ Կրատնշագը դնեմ 1, որպեսզի չխանգարի, թողնի, որ ինքը նորմալ հեռավորություն ստանա։ Հիմա նորմալ է։ Եկեք անցնենք սա տանք ու ստանավից։ Միանգամից ավտոմատ անցավ այս տակին, տակի այս մեր շրիշակին, 20-ը փոխենք 60-ով, ստեղ տեսեք ընթացքային, ինչ նշումներ ստեղ անում եք, սա ընթացքային է, սա խորքային չի փոխում, ի սկզբանե ծրագրավորած այս ամրակների սխեման չի փոխում, սա ընթացքային է փոխում։ Վերջ, երբ որ արդեն տեսնում եք ամեն ինչ արված է, սեղմում ենք զակոնչից։ Տեսեք, մեզ մոտ արդեն կորպուսը ամբողջը ամրակներով տեղադրված վիճակում է, այսպես։ Հիմա տեսեք տարբերությունը։ Ինչ վերաբերում է կրիպեժ նա օբշիե ստիկի։ Հիմնականում տվյալ պարագայում, երբ որ ինքը ամբողջությամբ նշված է, կապ չունի սրանով թե սրանով տեղադրումը։ Տեսեք, նույն ձևի է աշխատում։ Ինչ տարբերություն կա սրա ու նրա միջև, տեսեք, ես հիմա բլոկը բացում եմ, նշում եմ այս 3 դետալները, հիմա տալիս եմ կրիպեժ նա ստիկի։ Տեսեք, ես նշեցի 3 դետալ, ծրագիրը հասկացավ այս 3 դետալների ստիկերը, ինչքան որ իրանք ստիկ ունեն ինչ-որ մի մարմնի հետ։ Անջատում եմ, տեսեք, էլի նշված է այս 3 դետալները, հիմա կրիպեժ նա օբշիե ստիկի։ Տեսակ, մյուս կոճակը հասկացավ, ընդհանուր ստիկը այս 3 դետալի հետ, որն է ընդհանուր ստիկը, պարզը այս երկուսն է։ Վերևի ստիկերը այս դետալների հետ ընդհանուր ստիկ չունեն։ Այս է տարբերությունը։ Սա կփորձեք ինքներդ, կհասկանաք ավելի լավ, փորձարկման ժամանակ կհասկանաք, թե ոնց է աշխատում։ Հիմա, երբ որ սխեմայով տեղադրել ենք, բլոկը փակեմ, տեսեք, որ ամբողջը, տեսեք, եկել է բլոկի մեջ, ավտոմատ։ Տեսեք, տեղադրվել է։ Հիմա վաստանավից վիդիմից ամբողջը հետ բերեմ։ Ինչ տարբերություն կա սենց սխեմայով ամրակները դնելու։ Ինչն է տարբերությունը, տեսեք, հիմա երբ որ ես բլոկը արդեն կարում եմ իրան այսպես ձգեմ կամ չափը փոխեմ, տեսեք ինչ է կատարվում։ Այսինքն սխեման աշխատում է, նայեք, ինքը միանգամից ավելացնում է։ Ամրակները ավելացնում է։
տեսքը վերևից, ստեղ մեզ սեղաներեսը սխալ կտա, շատ ճիշտ է, մեզ զգուշացնում, որտեղ սեղաներեսը դա գծամետրով ստեղծված երես է, ինքը իրավունք չունի 600-ը փոխի, ես ընդհանրապես ուզում եմ ցույց տալ այս ամրակների, տեսեք, Պոլկաձերջացելը ոնց ավելացրեց երրորդը։ Ուրեմն ոնց է սա աշխատում, Ctrl+Z-ով հետ գնամ, հիմա, ստեղ ձեզ ցույց կտամ բացատրությունը, այստեղ, տեսեք, սխեմա կրիպիժայի մեջ ենք։ Հիմա մտնում եմ իր պարամետրերի մեջ, տեսեք, կոնկրետ այս, որ ստեղծվել է, եկեք Եվրովինտի վրա ցույց տամ, այս սիմետրիչնին մենք դրեցինք։ Ուրեմն ստեղ ստեղծվում է, ստեղ իմիջիալոց ինքներդ կարող եք ստեղծել, կարող եք ընդհանրապես այս ամբողջը ջնջել 0-ից 0 ստեղծել, կամ սա ձևափոխել, կոպի անել, նոր անուն տալ եւ ստեղծել ձեր ուզած սխեման։ Ուրեմն ոնց է աշխատում։ Основной крепеж-ը գալիս է այստեղից։ Կամ ֆրագմենտից, կամ պրայզվորնից, կամ պարամետրիչսկից։ Կոնկրետ սա բերած է պարամետրիչսկից, մենակ իր անցքերն է գալիս։ Այստեղից է վերցրած։ Ստեղից բերում եք որպես основной крепеж, дополнительный крепеж էլ կարա գա, կարա հետը շկանտ լինի, շկանտ, կարա լինի հետ, ոչ մի խնդիր։ Տիպ սխեմի դրած է սիմետրիչնին, այսինքն սիմետրիչնին վերաբերվում է, եթե ձեր դետալների հաստությունը լինի 16, 18 կամ 36, նայած ինչ հաստության, ինքը ավտոմատ դնում է մեջտեղում, այսինքն այդ ամբողջ հաստության մեջտեղում։ Սիմետրիչնի չի դրվում ինչ-որ տեղ էքսցենտրիկներին, որտեղ իրանց, գիտեք, էքսցենտրիկը ինքը մի քիչ հատուկ նշված դիրքում պետքա լինի հաստության մեջ, որպեսզի իր գլուխը, ասենք այն որ ձգվում է, այն հատվածը ոչկա է ընդունված ասել, ոչկան երբ որ ձգվում է, ինքը շատ խորը չգնա, որտեղ ինքը իր վրա, այսպես ասած, կրիշկա էլ ունի, փական խցանիչ ունի, որը պետքա նորմալ նստի իր վրա։ Բայց Եվրովինտի դեպքում ոչ մի խնդիր չունի։ Եվրովինտ, Սամարես, բոլորը կարող են սիմետրիչնի մեջ ընկնել։ Այստեղ միանգամից օծտուպը նշում եք, միանգամից նշվում է, եւ կրատաշագով основного крепежа։ Այստեղ այն, որ ասեցի քայլերը, որը հիմիկվա այս հաստոցների, թվայնացման հաստոցների դեպքում կարող եք վստահ դնել 1։ Եվ իհարկե, եթե ինչ-որ մոդել է սարքված, չէ՞ որ կարող լինի եւ անցքը, եւ մոդելը։ Այդ դեպքում ստեղ պարտադիր նշում եք, որպեսզի մոդելը ինքը միանգամից ձեր պրոյեկտի մեջ պահի։ Եթե սա նշված չլինի, պրոյեկտից կներեք, համակարգչից ուրիշ համակարգիչ տեղափոխելու դեպքում կամ ուրիշին փոխանցելու ձեր աշխատանքը, մոդելինգը իր մոտ կարող է այս բանը չերևա։ Հիմնական մոդելը կրիպեժի չերևա, բայց անցքերը կմնան, եթե անցքերը տեղադրված են, հաստատ տեղադրված կլինեն, անցքերը ինքը կտեսնի։ Ինչ վերաբերվում է այստեղ, տեսեք, այստեղ արդեն սցենավորվում է, ես որ բլոկը ձգեցի եւ ամրակը ավելացավ մեջտեղում, այստեղ է սցենավորում, տեսեք, 650 մինչև 650 երկարության դեպքում դրվի 2 ամրակ, 1303, 1804 եւ այսպես կարող եք ավելացնել ձեր ուզած քանակությունը։ Այսպես, մի հատ էլ նայենք Եվրովինտը շկանտով, տեսեք, արդեն Եվրովինտ եւ շկանտա տեղադրված։ Էլի սիմետրիչնի մեջտեղում մինիմալնի օծտոպ открываю, այսինքն եզրերից ինչքան հեռավորության վրա լինի, կրատնաշագով основного крепежа 32 եւ дополнительный 1-ից 2 կարա Եվրովինտի կողքը դրվի 2 հատ շկանտ, 1 հատ կամ 2 հատ։ Եվ սցենան, տեսեք, նույնատիպ աստեղ նշված, ստեղ էլ արդեն նշված է, որպեսզի ինքը մոդելի մեջ ֆիքսած պահի։ Սախրանեց մոդել կրիպիժը։ Այսպիսով, մի sense արագի մեջ ես ձեզ մոտավորապես կարելի ասել, սա ծանոթացում էր, ավելի մանրակրկիտ սրա հաշվով կարելի է ձայնագրություն անել առանձին, ոչ արագ մեկնարկի դեպքում։ Հիմա ցույց տամ, թե ինչպես ենք փոխում, տեսեք։ Երբ որ մեզ մոտ արդեն ամրակները դրված են, գալիս ենք այստեղ, տեսեք, մեր պրոյեկտի մեջ, այստեղ էլ մի քիչ անդրադառնամ բացատրեմ, ուրեմն տեսեք, ունենք մեր պրոյեկտի մեջ բռնակ, ունենք պոլկաձերջացել, պետլյաբլյում, Եվրովինտ, գվոյձ։ Սրանք առանձին է ցույց տալիս, թե ինչ ունենք, իսկ այստեղ ցույց է տալիս սխեման, ինչ սխեմա է մեզ մոտ տեղադրված։ Բաց են, որ ունենք սխեմա
տեղադրված մեր այս կորպուսի մեջ եւ այդ սխեմային ենթարկվող այս սրանք առանձին մեզ տալիս է։ Մենք կարող ենք առանձին էլ փոխենք, կարող ենք սխեմայով էլ փոխել։ Ուրեմն տեսեք, ենթադրենք մենք ուզում ենք եվրավինտ սիմետրիչնին փոխենք էքսցենտրիկով։ Այս կոճակի սեղմում եք 3 կետով, եկեք փոխենք այս, տեսեք, միանգամից նայում ենք այստեղ, մեզ ցույց է տալի ծրագիրը, շկանտ եւ էքսցենտրիկը, ամրակը։ Ասեցինք օքեյ։ Տեսեք ինքը բերեց այս տողի վրա, հիմա ծրագիրը կփոխի եվրովինտը սրանով։ Տեսեք, միանգամից փոխվեց։ Պարզա հիմա հարց կծագի, ինչի ստեղ երկուսի դեպքում մեկ եղավ, որովհետև սա ուրիշ սխեմա եկավ ու ինքը իր թելադրանքով եկավ, այնտեղ ինչ որ սցենավորված էր։ Տվյալ պարագայում ես խորհուրդ կտամ այս կապերի համար դուք սխեմա կրիպիժա առանձին ստեղծեք, ունդեղ սցենայի մեջ, այստեղ եվրովինտի դեպքում ցույց տամ, այստեղ ստեղծեք 100 միլիմետրանոց կապի համար եւ այստեղ նշեք 100-ի դեպքում դնի 2 հատ։ Այդ դեպքում այդ սխեման կաշխատեք եւ կաշխատացնեք մենակ կապերի համար, որպեսզի ծրագիրը ճիշտ աշխատի։ Կամ sense կամ այնպես, ոնց ձեզ հարմար է, կոնկրետ տեսեք վերափոխեցինք դրանով։ Ստեղ երևի ուրիշ եվրովինտ ենք դրել, չվերափոխեց, եկեք մի հատ էլ փորձեմ ցույց տամ ձեզ։ Այսա։ Սա առանձին, նա եվրովինտ սիմետրիչնին էր, սա եվրովինտ օդ բազի։ Տեսեք, սա էլ ենք փոխում սրանով, տեսեք, ծրագիրը վերջի գործողությունը հիշել է։ Okay։ Վերջ։ Սա էլ փոխեց։ Երբ որ կուզենաք որևիցե մեկը ջնջել, գալիս ենք ստեղ։ Եկեք։ Կոնկրետ ենթադրենք, չեմ ուզում շկանտը ջնջեց։ Տեսեք, մենակ շկանտը հանեց։ Բայց սրա խնդիրը տեսեք որն է, ուրեմն երբ որ դուք կուզենաք իրան բլոկը փոխել, տեսեք, միանգամից սխեման վերականգնում է իր հին տարբերակը։ Որպեսզի սա չկատարվի, ուրեմն գործը վերջացնելուց հետո, երբ որ դուք վստահ եք, որ այդ փոփոխություն չպետք է անեք, ուրեմն սխեմաները տալիս եք ռազրուշից, միանգամից սխեմաները քանդում եք բոլոր սխեմաները, իրանք արդեն ամեն մեկը ավտոնոմ ամրակ է հասկացվում եւ ձևափոխմանը ենթակա չի լինի։ Տեսեք, հիմա կոնկրետ ինձ մոտ եկեք որպեսզի ցույց տամ ոնց է աշխատում, ուրեմն այս սրա դեպքում տեսեք նշեց, եկեք ես մյուսը նշեմ, այսա, արիս եմ սկրիցնի վիդելնի, այսպես աշխատում, տեսեք, այսինքն ինքը ամրակը, երբ որ այս դետալը տեսնում եք տակի, սա սխեմա է, սա կոչվում է, եթե այս իկոնկով է լինում, սա սխեմա է, երբ որ այս իկոնկեն չի լինի, այդ դեպքում ինքը սխեմա չի, այդ դեպքում դու իրան տեղադրել եք այս ձևով, անհատական ձևով, հիմա այս մի հատ անհատական տարբերակներ ձեզ ցույց կտամ, ոնց ենք անում, որպեսզի տարբերությունը տեսնեք, սխեման աշխատում է այս գծով, նայեք, երբ որ ես այս գիծը ձգեմ, տեսեք, այսպես է աշխատում սխեման։ Եվ այս գիծը ենթարկվում է բլոկին, երբ որ մենք բլոկը լայնացնում ենք, գիծը իր հետ ավտոմատ լայնանում է, քանի որ ինքը գտնվում է բլոկի մեջ։ Բլոկից դուրս եկավ, բլոկին չի ենթարկվում։ Այս լոգիկայով է աշխատում։ Վերականգնեմ։ Դնեմ տեղը։ Վերջ։ Այսպես։ Հիմա այս մյուս կորպուսի վրա ցույց տամ անհատական տեղադրման ձևը։ Սա առանձնացնեմ։ Արտադիր չէր։ Չնայած լավ եկեք բլոկի մեջ մտնեմ։ Հիմա տեսեք, երբ որ վերցնում ենք, եկեք պոլկա ձերժացել ենք տեղադրում, տեսեք։ Հարթություն եւ այս։ Այսպես կարող եք աշխատել։ Անհատական հերթ։ Տեսեք սխալ արեցի, այս հերթականությունը պետք է ճիշտ պահեք։
Նորից սխալվեցի, ստեղ, որպեսզի ճիշտ կամ տեսքը դիմացից, սխալա, ճիշտ, escape-ով անջատեց, մի անգամ սեղմելով, գալիս է ոնց որ հետ, ստեղ ուրեմն միանմա, проверять пересечение крепежа, проверять пересечение внутри фрагментов. Սա հավելյալ ստուգիչ հանգամանքներ են միանում, որպեսզի ձեզ չթողնի սխալ տեղադրելու։ Escape դուրս են գալիս, և ռովին սիմետրիչնին, չէ, ստեղ, տեսեք, այս կիսաթափանցիկ ռեժիմը ինչքան հարմար է, ես կարող եմ միանգամից հարթությունը տեսնել, գծի վրա նշում եք անում, տվյալ հարթությունը նշվում, նույնը ստեղ, չէ, այս հետևի հարթություն, այսպես, փորձեք, մի քանի անգամ փորձեք, մեկ զլացեք, մի քանի անգամ, 5 անգամ, ամեն մի գործողությունը մի 5 անգամ փորձեք անել և կվարժվեք, հիմա տեսեք, մենք տեղադրեցինք, չէ ստեղ ամրակներ, բլոկը փագեմ, նշում եմ բլոկը, տեսեք, ինքը ամրակները նշում է իր այդ, խնդիր չի, բայց նշում այն դեպքում, երբ որ մեզ մոտ այս կոճակը միացրած է, տեսեք, подсветка крепежа вместе с панелью, սա ընդհանրապես ինքը подсветка է անում, նշում է այն ամրակը, որոնք որ այս պանելների հետ ամրեցված են, հետն են իրը, բայց իրանք բլոկի մեջ չեն, նայեք, իրանք բլոկից դուրս են, տեսեք, այս ամբողջը բլոկից դուրս է, ու հիմա սրանք նշելով կարող եք բռնել և տանել բլոկի մեջ գցել, բայց մի հատ ավելի կարճ տարբերակ կա, սկզբից նշում եք բլոկը, հետո shift, կներեք, սխալվեցի, սկզբից նշում եք բլոկը, control, հետո shift, նորից սխալվեցի, բլոկը, Դրանք ամբողջը նշում եք և տալիս եք добавить բլոկ, վсё, կներեք, ես բլոկ արեցի, չէ, ճիշտ արեցի, սխալ բլոկի մեջ գցեցի, ոչ մի խնդիր, տեսեք, ես լավ է, որ ես սխալները լինում է, ձեզ մոտ էլ հաճախակի կլինի, քանի որ նոր եք սկսում, սա վերցնում եք և գցում եք այստեղ, վերջ, այսպես, սա մենակ միամիտ եկել անգել այս պոլկադержատելի սխեմայի մեջ, ոչ մի խնդիր, սենց բռնում ենք, գալիս եք այստեղ տողը ավելանում, գիծը ավելանում և բաց եք թողնում, վերջ, այսպես, ամեն մեկը անունդ է, այսպես տեղադրումը տեսակ չէ, որ այն տարբերակը ավելի հարմար տարբերակ էր, այս սա, մենք ստեղ կարող էինք ընթացիկ կարգավորումներ տալ և որոշել, որտեղ ինչ տեղադրել միանգամից, և ինքը գնում է ամբողջը բլոկի մեջ, անհատական տարբերակներ սա է, սա նրա համար է, ենթադրենք ինչ-որ միտեղ մոռացել եք տեղադրել, ձեր ամբողջ մեծ պրոյեկտի դեպքում կարող եք անդրադառնալ այս տարբերակին, այդ մի երկու դետալը դնել այս ձևով, այսքանը այս արագ տարբերակը մեկնարկի ֆորմատի մեջ, այսքանը, հաջորդ ձայնագրությանը կանցնենք PVC-ներին, եզրաժապավենները նույնատիպ, շատ նույնատիպ սցենարով է տեղադրվում ինչ-որ ամրակները,